Հիսուսը մենք չգիտեք ինչպիսին է, նա բացարձակ շատ լավն է եղել։ Բայց երբ որ խոսում է Սարի մասին, բարձր տեղերի մասին, մենք հասկանում ենք, որովհետև մենք հայ ենք։ Հա, չկա Արարատ Սարը բոլորս տեսել եք։ Ոմանք էլ ինչ որ լեռնային գոտում են բնակվում եւ այլն, օրինակ ես լեռնային գոտուց եմ, հա, Սյունիքի մարզ այդ լեռնային գոտի է, ովքեր Արարատյան դաշտավարից են գոնե Արարատ Սարը տեսնում են։ Երբ որ ասում է փնտրեցեք, խնդրեցեք վերինները, սա լավ կլինի, որպեսզի մենք մյուս անգամ այդ նման բան ունենանք, հա, եւ մենք սիրով իրար օգնելով են։ Սարը բարձրանում են իրար օգնելով։ Որովհետև սա բարձրանալը դժվար գործողություն է։ Իջնելը հեշտ է, գլորվելը, հա, բայց բարձրանալը բարդ է։ Մենք գիտենք, որ հատուկ մարդիկ պատրաստվում են, որպեսզի սա բարձրանան, հատուկ գործիքներ են օգտագործում, պատրաստություն են ունենում, տարիներով պատրաստվում են, որ մի անգամ մի հատ բարձրունք գրավեն։ Այդպես է, թե այդպես չի։ Բայց գլորվելու համար պատրաստություն պետք չի։ Գլորվելու համար պետք է թուլամորթ լինել, թույլ լինել, տկար լինել եւ գլորվես։ Եվ քրիստոնյա լինելը դա բարդ է, դա հեշտ չէ։ Բացի նրանից, որ սեփական պատրաստակամություն է պետք, բացի դրանից նաև կա շատ խանգարող հանգամանքներ։ Ես կխնդրեմ ձեզ հետ բացենք մեր Աստվածաշունչը եւ կարդակ 2 Կորինթացիս 6:14 համարից 6-րդ գլուխ 14-ից մինչև 16-րդ համարը ներ առյալ եւ 17-րդ համարը կշարունակենք, շարունակական։ Անհավատների հետ այլախառն լծակից մի լինեք, որովհետև ինչ մասնակցություն ունի արդարությունը անարյունության հետ, եւ ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ, եւ ինչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիարի հետ, կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ, կամ ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որովհետև դուք կենդանի Աստծո տաճար եք։ Ամեն լավ ամեն ասելու տեղ է։ Հավատում եք, չէ՞ որ դուք կենդանի Աստծո տաճար եք։ Ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ եւ նրանցում ման կգամ, եւ նրանց Աստվածը կլինեմ եւ նրանք իմ ժողովուրդը։ Ամեն։ Մի պաուզ խնդրում եմ ձեր ուշադրությունը վերնագիրը այսօրվա ես այսպեսի եմ կոչել վերնագրել անձեռնամխելություն, անձեռնամխելի կամ էլ, հա, неприкосновенный։ Երբ որ մենք խոսում ենք անձեռնամխելության հետ, կամա թե ակամա հիշում եք, որ կա այս աշխարհում պետությունների մեջ ինչ որ մի պաշտոն, որը մարդիկ ստանալով նաև ստանում են անձեռնամխելություն, հա? Պատգամավոր լինելուց մարդը նաև ունենում է անձեռնամխելիություն, գիտեք, չէ՞։ Եվ ուրիշ պաշտոններ էլ կան, սակայն մենք հասկանում ենք, որ դա պաշտոնի առավելությունն է անձեռնամխելությունը, ոչ թե այդ մարդու առավելությունն է, այլ պաշտոնի առավելությունը։ Եվ նաև նկատել եմ, որ տեսնում եք, որ ինչ որ պետությունների մեջ, երբ որ լարված ինչ որ հարաբերություններ են լինում եւ ինչ որ մի պետություն մյուս պետության վրա ինչ որ պատժամիջոցներ է գործադրում, կամ ինչ որ նույնիսկ պատերազմական ինչ որ իրավիճակներ, կամ մի ոլորտ, որտեղ որը անձեռնամխելի է եւ այդ ոլորտը միևնույն ժամանակ պատերազմական լարված իրավիճակների մեջ միևնույն է նրանք շարունակում են համագործակցել։ Եվ այդ ոլորտն է տիեզերքը։ Նկատել եք, տիեզերքը։ Ուրեմն բոլոր տիեզերական ծրագրերը անկախ իրավիճակներից, նույնիսկ կարող է իրար սպանեն, իրար կոտորեն, իրար այդ պատերազմի մեջ են, միևնույն է, նույն պետությունները, որոնք իրար հետ պատերազմում են, այս երկրի վրա տիեզերքում նրանք միաբան են եւ իրար հետ համագործակցում են։ Եվ ոչ մի ծրագիր կանգ չի առնում, անկախ ոչ մի բանից։ Ինչու՞, որովհետեւ երկինքը անձեռնամխելի է։
Եվ երբ որ մենք կարդում ենք Երկրորդ Կորինթացիս գրքից, այստեղ մի հետաքրքիր բան է ասում մեզ, որովհետև մենք ինչպես քրիստոնյաներ, մենք էլ ունենք այդ պաշտոնի մեջ արդեն կա անձեռնամխելիություն, սակայն չլինելով այդ պաշտոնի մեջ, չունենալով այդ պաշտպանությունը, մենք շատ ժամանակ հասանելի ենք դառնում աշխարհի համար եւ մեղքի համար։ Եվ Աստծո խոսքը շատ հետաքրքիր այս Երկրորդ Կորինթացիս 6-րդ գլխի մեջ 14-րդ համարում ասում է անհավատների հետ այլախառը լծակից մի լինեք։ Եվ հետո սկսում է թարգման այսպիսի բացահայտելը, թե կան բաներ այս աշխարհում, որոնք անհամատեղելի են, չի կարելի իրար հետ լինեն։ Դրանցից են լույսն ու խավարը, ոնց կարող են գրվում է, ինչպես կարող են արդարությունը անարյունության հետ լինի, ինչպես կարող է լույսը խավարի հետ միաբան լինի, ինչպես կարող է Քրիստոսը Բելիարի, այսինքն կուրքերի հետ միատեղ համատեղ լինեն։ Եվ ասում են, ինչ բաժին կարող է ունենալ հավատացյալը անհավատների հետ եւ Աստծո տաճարը կուրքերի հետ։ Ժողովուրդ ջան, հիմա մի քիչ դրա մասին ենք խոսալու։ Որովհետեւ Աստծո խոսքը շատ հստակ մեզ բաժանումներ ա դնում։ Հավատացող եւ անհավատացող։ Եվ ասում են անհավատացողի հետ ինչ է նշանակում այլախառը լծակից մի եղեք։ Այս մենք լավ չենք հասկանում։ Այլախառը լծակից ոչ պիտանի, լսեք, այլախառը լծակից ոչ պիտանի, անհարմար, անհամապատասխան զույգ մի ունեցիր։ Իմաստը սա է։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, երբ որ Աստված Ադամին ստեղծեց եւ ասեց լավ չի որ մարդ մենակ լինի, նրա համար մի հարմար զույգ ստեղծեմ, հա, կին ստեղծեմ, ընկեր ստեղծեմ։ Երբ որ մենք կարդում ենք այստեղ անհավատի հետ այլախառը լծակից մի եղիր, դա նշանակում է անհարմար, ուրիշ ճանապարհով գնացող, հակառակ ճանապարհով գնացող, նրանց հետ այլախառը լծակից մի եղիր։ Եվ Հիսուս Քրիստոսը երբ որ խոսում է քրիստոնյայի լուծի մասին, Մատթեոս 11:30-ում ասում է, որովհետև իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Ինչու է Հիսուսի լուծը կամ Հիսուսի բեռը քաղցր, թեթև, իսկ անհավատների հետ համատեղ լծակից լինելը բարդ եւ դժվար։ Ուրեմն որպեսի մի քիչ հասկանալի լինի, Սերգեյ ջան, արի այստեղ։ Կգաս եւ կգաս դու էլ։ Ես ուզում եմ ձեզ ցույց տամ այլախառը լծակից ինչ անում։ Կանգնեք ձեր մեջտեղը։ Պատկերացրեք այս է լուծը, այլախառը։ Երբ որ մեկը միտեղ է գնում, այս մեկին ղեկավարում է։ Ինքը ազատ չի իր ճանապարհների մեջ, հա? Եվ երբ որ անհավատը տանում է, այդ մեկը հետը գնում է։ Այս է նշանակում այլախառը լծակից մի է։ Տեսել եք եզներին, երբ որ վզերին բան են գցում։ Եվ մի եզին ղեկավարելով, այն մյուսը հետևում է նրան։ Երբ որ մերսի, եղբայրներ շնորհակալություն։ Սա ցույց է տալիս, որ մենք երբ որ մենք այս աշխարհի հետ խառնվում ենք, մենք կորցնում ենք մեր անձեռնամխելիությունը։ Եվ հետո զարմանում ենք, որ ինչու
որոշ բաներ մեզ դիպչում են, որտեղ մենք հավատում ենք, որ իհարկե Աստված թույլ է տալիս որոշակի բաներ մեզ դիպչել։ Մի պատմություն կպատմեմ ու կշարունակեմ։ Որովհետև շատ ժամանակ բաներ կա, որ մեզ դիպչում են, բայց մենք չենք հասկանում, որ դա մեզ համար ոչ թե վտանգ էր կամ ինչ-որ վնաս էր, այլ օրհնություն եւ օգտակար էր։ Մի քահանա, մի Աստծո մարդ, մի երիտասարդների ճանապարհորդություն են գնում եւ հանկարծ գիշեր է գալիս եւ նրանք փնտրում են որտեղ գիշերել եւ գտնում են մեկ տուն եւ խնդրում են տանտիրոջը, որ իրանք այդտեղ գիշերեն եւ տանտերը համաձայնում, բայց ասում են դուք ինձ պիտի վարձ տաք դրա համար նրանք համաձայնում են, քանի որ ուրիշ տարբերակ չունեն եւ գիշերում են այդտեղ, բայց տանտերը շատ վատ է վերաբերվում իրանց հետ, բայց առավոտը երբ որ վեր են կենում, Աստծո մարդն ասում է լսի արի այս մարդի պատը, տան պատը քանդվա կիսաքանդ վիճակում է, արի խնդրում եմ իր պատը սարքենք նոր գնանք եւ վերցում են իրանց այդ պատը կառուցում, հետո ստեսություն ասում այս մարդուն, այս վատ մարդուն, չար մարդուն եւ հեռանում։ Երբ որ նրանք գնում են եւ նորից գիշեր է գալիս, նորից փնտրում են մի տեղ եւ գտնում են մի տուն, որտեղ որ տանտերը բարի է լինում։ Եվ նախ սիրով ընդունում են նրանց, հյուրասիրում են նրանց, շատ լավ վերաբերմունք է ցույց տալիս։ Գիշերը քնում են, առավոտը վեր են կենում, նրա կովը սատկած են գտնում։ Եվ այդպես թողում ճանապարհ են գնում եւ այս երիտասարդը այս Աստծո մարդուն հարց է տալիս, ասում է. լսի, ինչու է այսպես անարդար կյանքը, որովհետեւ չար մարդու համար մենք նույնիսկ իր պատը կառուցեցինք, նրան վատ նույնիսկ նրան վարձ տվեցինք, այս բարի մարդն է մեզ ամեն ինչ արեց, ավելի սիրով ընդունեց, մեզ կերակրեց եւ այլն, բայց նրա կովը սատկեց։ Եվ այս Աստծո մարդը պատասխանում է նրան, ասում է. լսիր, երբ որ մենք այդ չար մարդու տանն էինք, գիշերը Աստված ինձ ասեց, որ նրա պատի ետևում մեծ թանկարժեք ոսկիներ եւ կարասներ են ոսկիներով լցված։ Եվ մենք պատը կառուցեցինք, որպեսզի նա չգտնի այդ ոսկիները։ Իսկ երբ որ այս բարի մարդու տանն էինք, գիշերը մահը եկել էր, որ նրա կնոջը տաներ։ Եվ ես նրան արգելեցի, ասեցի նրա կովը տար։ Կնոջը չկպնես, ընտանիքին չկպնես։ Բաներ կան, որ շատ ժամանակ օրինակ այդ չար մարդը կմտածեր, որ ինքը մեծ շահավետություն արել, բան արել, մեծ օգուտ ունեցել, որովհետև նախ վարձ վերցրեց, երկրորդն էլ իր տոնը կառուցեցին, պատը կառուցեցին։ Նա չի մտածում իր մեծ կորստի մասին, որովհետև չգիտի։ Իսկ բարի մարդը կարծես թե կովը սատկել է միակ կերակրելու իր աղբյուրը, բայց նա նույնպես չգիտի, որ էլ ինչ ավելի մեծ չարիքից Աստված պահել է։ Լինում է նաև այսպիսի ժամանակներ, որ շատ անգամ մենք չգիտենք, բայց միշտ հիշեցեք, որ Աստված մեզ անձեռնամխելիություն է տվել, որովհետև Աստվածաշունչն ասում է այսպես. խնդրում եմ բացեք ինձ հետ Առաջի Պետրոս 5:8 Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին սատանան գոռոզ առույցի պես ման է գալիս եւ որոնում է թե որին կուլ տալ։ Տեսնում եք, արթուն եղեք, ասում զգուշ եղեք, եւ որովհետեւ ինչի համար մենք պիտի զգուշ ենք, որովհետեւ Սատանան ոսող թշնամին նա ման է գալիս եւ որոնում է թե ում կուլ տա։ Այսինքն ման է գալիս նրանց թե ով է ձեռնամխելի։ Նա չի կարող դիպչել նրան, ով անձեռնամխելի է։ Հիշում եք նույնիսկ Հոբի գրքի մեջ, երբ որ գրված էր, որ ասում է եւ Սատանան եկավ այդ ժողովին մասնակցելու եւ Աստծոց թույլատվություն վերցրեց, որ Հոբին կպնի։ Ինչու? Որովհետեւ Հոբը անձեռնամխելի էր։ Կարդացել եք։ Եվ Հիսուսը ինչ որ սահմաններ է գծում, կարմիր գիծ։
որպեսզի մենք չկորցնենք մեր անձեռնամխելիությունը։ Եվ այդ նույն երկրորդ Կորինթացիս 6:17 համարն եմ կարդում։ Նրա համար նրանց միջից դուրս գնացեք եւ բաժանվեցեք։ Նորից ուզում եմ հիշեցնեմ խոսքը։ Անհավատների հետ այլախառը լծակից մի եղեք եւ ասում են ինչ միաբանություն կա, ինչ կա ընդհանուր բաներ կան, որ չի կարելի համատեղել եւ միաժամանակ մնալ դրա մեջ։ Եվ 17-րդ համարում ասում են դրա համար նրանց միջից դուրս գնացեք եւ բաժանվեցեք, ասում է Տերը, եւ պիղծ բաներին մի դրչեք։ Հիմա ուզում եմ ձեզ մի հարց տամ։ Ինչ է նշանակում բաժանվեցեք եւ հեռու գնացեք, հեռացեք կամ դուրս գնացեք։ Ով կասի, արդ, սրբություն, ասա սրբություն, ինչ է նշանակում սրբություն, սրբություն նշանակում է Աստծուց առանձնացված, երբ որ Աստված ինչ որ մի բան առանձնացնում է, բաժանում է ընդհանուր մասայից, բաժանում է իր համար, իր ծրագրերի համար, իր եկեղեցու համար, հա, մենք ինչու ենք ասում Աստծո տունը, որ ասում ենք Աստծո տունը կամ եկեղեցին ինչ եք ասում, ասում ենք սուրբ է, սուրբ վայր է, որ երբևիցե ձեզանից որևէ մեկը այցելել է այդպիսի վայրեր, որտեղ մենք սրբավայր ենք համարում, հա, ինչու է դա սրբավայր համարում, որովհետև ինչ-որ նախապատմություններ կան, հա, այդ վայրի հետ կապված, որ այդտեղ Աստված կամ երևաց, կամ ինչ-որ մի հրաշք կա, որ այդ վայրը հատուկ է, առանձնահատուկ է, առանձնացված է, որ ընդհանուր աշխարհի հետ կապ չունի, այդ վայրը հատուկ տեղ է։ Նույնն էլ եկեղեցուն, երբ որ մենք ինչ ենք համարում հատուկ տեղ, սուրբ տեղ, որովհետև Աստված է բնակվում այդտեղ։ Ոչ ես եմ բնակվում, ոչ դու, դա ոչ իմ տունն է, ոչ քո տունն է, այլ Աստծո տունն է։ Այդ պատճառով էլ նա համարվում է սուրբ։ Առանձնացված, սուրբ նաև նշանակում է, երբ որ մենք ասում ենք սուրբ, նաև նշանակում է ռուսերեն կասեմ, այս բառը посвященный։ Հա, նսեք, ուզում եմ այս բառնել բանանեք, հիշեք, նվիրված, հանձնված, այսինքն երբ որ Աստծո խոսքն ասում է դուրս եկեք, բաժանվեք, նա նկատի ունի ինչ որ մի վայրից դուրս ես գալիս, այդ կարմիր գիծը ասում ես, էլ երբեք այս կարմիր գիծից նորից չես վերադառնում։ Սա նշանակում է նվիրվել, հանձնվել։ Այլևս դու չես քո Տերը, այլ Աստված է քո Տերը։ Եվ երբ որ ասում է այլախառը լծակից մի եղեք, դա նշանակում է, որ երբեք մենք այս կարմիր գիծը հետ չգնանք նորից մտնենք այդ բարդ եւ ծանր եւ ցավալի լույսի տակ։ Եվ Աստված սրբության մեջ կերտում է մեզ, սրբացնում է մեզ, սրբագործում է մեզ։ Եվ միայն անձեռնամխելին կարող են լինել նրանք, ում հետ Աստված անձեռակերտ սրբագործում է իր հոգով։ Նորից, ինչու է այդպես, ուզում եմ մի քանի բան անձեռակերտ, անձեռագործ, այսինքն այն բանը, որ մարդուց չէ, եւ Հիսուսը դրա մասին շատ բաներ է, Հովհաննես գրքի մեջ նա ասում է այսպես, ուզում կարեք բացեք, Հովհաննես 8:23, ասում է, դուք ներքևից եք, իսկ ես վերևից,
Դուք այս աշխարհից եք, իսկ ես աշխարհից չեմ։ Հիսուսը այսպես գիծ է քաշում եւ նա բացատրում է, որ կա տարբերություն, հա, կա որ աշխարհից են, կա երկնքից։ Իհարկե մենք գիտենք, որ մենք բոլորս էլ այստեղ այս աշխարհից ծնվել ենք։ Բայց մի պահ է գալիս, երբ որ մեր բնությունը փոխվում է։ Մենք այլևս այս աշխարհից չենք, այլ երկնքից։ Եվ մի տեղ էլ կարդանք Հովհաննես 17, 15 եւ 16-ում շատ հրաշալի խոսքեր են։ Հիսուսը աղոթք է անում եւ ասում է. Ես չեմ խնդրում, որ նրանց, հələ տեսեք ինչ ասում, որ նրանց աշխարհից վերցնես։ Տեսեք, Հիսուսը առանց ասում է. Ես վերևից եմ, հեսա կարդանք, որ ասում է, դուք էլ այս աշխարհից չեք, այլ երկնքից ծնված եք։ Եվ հորը խնդրում է, ասում է, ես չեմ խնդրում, որ նրանք երկնքից են, նրանց երկինք վերցնես։ Հասկանում եք, չէ՞, ինչի մասն է։ Այլ որ նրանց պահես չարից անձեռնամխելիություն ունենան։ Հա? Ամեն։ Հիսուսը ինչ է խնդրում։ Ասում է, նրանք երկնքից են, վերստին ծնված են, քրիստոնյաներ են, Աստծո հոգին է բնակվում նրանց մեջ։ Սակայն ես չեմ խնդրում, որ նրանք մեռնեն ու գնան երկինք, այլ խնդրում եմ, որ այս կյանքի ընթացքում, երբ որ նրանք դեռևս այս երկրի վրա են, դու նրանց անձեռնամխելի դարձնես չարի համար։ Լսում եք։ 16-րդ համարում ասում են, նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ Տեսա՞ք։ Նախ Հիսուսը սկզբից էլի Հովհաննես գրքում ասում է, փարիսեցիներին ասում, նրանք անհավատներին ասում է, դուք ինչ որ խոսում եք, դուք այս երկրից եք, ես վերևից եմ։ Իսկ այս համարի մեջ նա մեզ միաբանում է նաև իր հետ, ասում է, ինչպես ես երկնքից եմ, այնպես էլ նրանք։ Եվ խնդրում է, ասում է, եթե նրանք երկնքից են, ես չեմ խնդրում, որ դու նրանց երկինք տանես։ Հասկանում եք, ժամանակ է գալիս, երբ որ մեր կյանքը այնքան դաժան է թվում, ծանր է թվում, մարդիկ ասում են, մեռնեմ պրծնեմ։ Բայց Հիսուսը այդպես չի ասում։ Ասում է, Տեր, երբ որ նրանք ասեն մեռնեմ պրծնեմ, դու նրանց երկինք չտանես, այլ նրանց չարից կազատես։ Երբ որ հայ մեր աղոթքը մենք աղոթում ենք, ինչ ենք ասում։ Այլ մեզ չարից ազատիր։ Ասում ենք, տուր մեզ անձեռնամխելիություն, որովհետև սատանան մեր ողելի թշնամին, սատանան մռնչացող առյուծի պես որոնում է, թե ում կուլ տա, բայց ես նրա բաժինը չեմ։ Վստահ ես, ասա, ես նրա բաժինը չեմ։ Որտև ասում է, ինչ ընդհանուր բան կա, արդարին, ահավատացյալին և անհավատացյալին, ինչ բաժին ունեն իր հետ, ոչ մի։ Որտև հավատացյալներս ունենք իմունիտետ և ունենք անձեռնամխելիություն, և դա քո շնորհը չէ։ Դա այդ պաշտոնի, Աստծո որդու կոչված պաշտոնի, վերստին ծնված մարդու պաշտոնի հետ տրվում է։ Իմունիտետ և անձեռնամխելիություն։ Այլևս դու պաշտպանված ես երկնքից։ Մեր անձեռնամխելիությունը երաշխավորվում է միայն առանձնացված կամ սրբացված լինելու պայմանով։ Սուրբ լինելու պայմանավորվածում, կարմիր գիծ գծված,
հա, որ իմ կյանքում այս են, այդ գծերը գծվում են Աստծո խոսքով, Աստծո խորհուրդով, նրա խրատով։ Երբ որ մենք ինչ-որ բաներ ունենք անսահմանափակ մեր կյանքում եւ չենք անցնում այդ գրքերը, այդ սահմանները չենք անցնում երբեք, այդ գծերը մենք չենք անցնում երբեք։ Այս պայմանների մեջ մենք ունենք անձեռնամխելիություն։ Մեզ չի կարա սատանան կպնի, եթե Աստված թույլ չտա։ Հա? Աստված պահում է իրեններին, պաշտպանում է իրեններին, օրհնում է իրեններին։ Նրանք, ովքեր փառավորում են նրա անունը, Աստված օրհնում է նրանց։ Հռոմեացիս 6:22-ում գրված է այսպես. բայց այժմ ազատված մեղքից եւ ծառա դարձանք Աստծուն եւ պտուղներ ենք տալիս սրբությամբ եւ նրա վախճանը կյանք է հավիտենական, այսինքն նրա վերջը արդյունքը հավիտենական կյանք է, բայց մինչև հավիտենական կյանք ունենալը ինչ է ասում, մեղքից այժմ ազատված, բաժանված կամել, հա, եւ Աստծուն ծառաներ դարձած, մենք պտուղ ենք տալիս, այստեղ խոսքը մի քիչ էսպես է, սրբությամբ, ապրելով սրբությամբ, ապրելով այդ սահմանների մեջ, եւ ունենալով այդ անձեռնամխելիությունը, դրա վերջը, արդյունքը կյանք հավիտյան։ Մարկոս 14 եւ 58 համարներում։ Ես այդ ձեռակերտ տաճարը կքանդեմ ու 3 օրում մեկ ուրիշ անձեռակերտ կկառուցեմ։ Հիսուսը խոսում էր, մարդիկ չէին հասկանում։ Նա նայում էր տաճարին, որը 40 տարի կառուցվել է։ Եվ Հիսուսն ասում է 3 օրում կքանդեմ եւ 3 օրում կկառուցեմ։ Այդ ձեռակերտ տաճարը կքանդեմ ու 3 օրում մեկ ուրիշ անձեռակերտ կկառուցեմ, ընդհանրապես 3 օր, որը 40 տարուց ավել կառուցել է շենքը, քարե, գեղեցիկ, անզուգական տաճարը, որը Հորևդես մեծը կառուցել է, շատ գեղեցիկ տաճար, ահավոր մեծ, շքեղ, 40 տարուց ավել։ Հիսուսը նայում ասում է 3 օրվա մեջ կքանդեմ ու տեղը 3 օրվա ընթացքում նորից մի ուրիշը կկառուցեմ։ Բայց նրան նայում են եւ չէին հասկանում ինչի մասին է խոսում։ Ինչ է նշանակում անձեռակերտը կառուցել։ Ոչ մարդկային ձեռքերով, հա? Ոչ մարդկային մեթոդներով, այլ Աստծո հոգով։ Եվ Աստված կառուցում է իր տան մեջ, նրանց ովքեր այդ սրբության մեջ են, նրանք ովքեր այդ մահվան վարագույրը, երբ որ պատրվեց եւ կյանքը այնտեղից բխեց, նրանք ովքեր ընդունեցին եւ մտան սրբության սրբոցը, Աստված նրանց հետ գործում է իր հոգով եւ կառուցում է անձեռակերտ մի տաճար։ Եվ մի ուրիշ տեղ Հիսուսն ասում է, լավ, իմ բառերով ասեմ, չկարդամ ժամանակը խնայելու համար, ասում մի վախեցեք նրանից, ով կարող է ձեր մարմինը սպանել, այլ վախեցեք նրանից, ով կարող է եւ մարմինը սպանել, եթե եղբայրերս կգցեն ավելի լավ կլինի, եւ հոգին կործանել։ Եթե ուշադիր լինենք այնտեղ, ռուսերեն գրված է «убить и погубить», դա տարբեր բաներ են, սպանել եւ կործանել։ Ինչու Աստված, մարմինը դա ձեռակերտ է, եւ մարմինը բոլորիս հայտնի է, որ մարմինը մի օր
մեռնելու է, կյանքը ժամանակը սպանում է մարմինը։ Եվ շատերը կարճում են դրանից եւ վախենում են եւ դողում են իրաց մարմնի վրա։ Եվ որ նայում ես հեռուստացույցով, ինչքան պլաստիկ եւ գիտություն այդ պլաստիկ վիրահատությունները եւ այլն, ինչքան է զարգացել եւ ամեն ինչ անում են, որ մարդ չմեռնի, որ ժամանակը չսպանի, հա, ժամանակը սպանում է, դրան հակառակվում են, ամեն ինչ անում են, վախենում են, դողում են, կարճում են, որ չլինի դա, եւ մարդիկ միշտ հեռացնում են այդ միտքը իրանցից, բայց բոլորն էլ լավ գիտեն, գերազանց գիտեն, որ դա անխուսափելի է, եւ Աստվածաշունչն ասում է, դրանից այդքան էլ մի վախեցեք, որտեղ մարդ բացի մարմնից նաև հոգի է։ Որտեղ մարմինը մեռնում է, բայց վախեցեք, որ ձեր հոգիները հանկարծ կորուստի չմատնվեն, կորստյան։ Եվ հոգ տարեք ձեր հոգիների համար։ Իսկ հոգիների համար հոգ տանելը դա ձերքի գործ չի։ Բժիշկը կարա քո ձերքով քո մարմնի ծերությունը, բանը կամ մահացու վտանգները վերացնել, բայց միևնույն է կմեռնես։ Բայց անձեռագործ, Աստված անձեռագործ, իր հոգով անձեռագործ կառուցում է մեր հոգին, որը նաև անձեռնամխելի է դառնում սատանայի համար։ Որտեղ նա իշխանություն չունի, նա ինչքան էլ փորձի, նա փնտրելու է, նա առուտի պես, փնտրելու է, բայց չի կարողանալու, որովհետև տրված չի, որովհետև ես ու դու նրա բաժինը չենք, որովհետև ես ու դու անհավատների հետ այրախառը լծակից չենք լինում։ Եվ ինչ ընդհանուր բան ունենք մենք նրանց հետ։ Ինչու պիտի այդ աշխարհը ինձ քաշի։ Ինչ օգուտ ունեմ ես այս աշխարհից, եթե քաշի։ Երբ որ ես ասում եմ աշխարհը, դուք մի մտածեք մի անգամից վատ բան, որովհետև Հիսուսն ասեց Հովհաննես 3:16-ում ասում է, եւ այնպես Աստված սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Կարդացել եք։ Աշխարհը միայն մի նեգատիվ, մի թշնամական բան ընդունեցեք, բայց երբ որ աշխարհը տիրում է, աշխարհը մենք պետք է սիրենք ինչ Աստծո սիրով, որովհետև Աստված սիրեց աշխարհը, որովհետև փրկությունը բոլորի համար է։ Ով գիտի, որ Աստված բոլորին է սիրում։ Նույնիսկ ամենամեղավորին Աստված սիրում է։ Եվ իր կյանքը նա տվեց բոլորի համար։ Եվ արևը ծագում են մեղավորների եւ արդարների համար միաժամանակ։ Եվ անձրևներն են հեղում բոլորի համար։ Հա? Բայց մենք ինքնական բաժանվում ենք աշխարհից, հեռանում ենք աշխարհից, որպեսզի աշխարհը մեզ չտիրի։ Եվ Հիսուսն ասում է, դուք շարունակել եք աշխարհում ապրել, բայց դուք անձեռնամխելի պիտի լինեք սատանայի եւ չարի համար։ Եվ մենք պիտի իշխանություն ունենանք այս աշխարհի վրա։ Սիրով, սիրելով այս աշխարհին, սիրելով մեղավորներին, ատելով մեղքը, սիրել մեղավորներին։ Եվ ոչ թե մենք նրանց հետ լծակից լինենք, այլ մենք նրանց առաջարկենք Հիսուսի լույսը, որը քաղցր է, եւ բեռը, որը թեթև է։ Դա չի նշանակում, որ գիտեք մենք ամեն ինչ հեշտ է լինելու։ Մի դրվագ կարդամ, մի հետաքրքիր ազնվորություն, Հարալան, իր անունը Հարալան, Պապով ազգանով, մի ազնվորություն, որը 13 տարի բանտ է նստել, Բելգիայում, կներեք, Բուլղարիայում։ Նա գրում է այսպես, իր գրքի մեջ, գիրքում եմ, եթե ցանկանաք կտամ կկարդաք։
որը գրվել է մեր եղբայր, ավելի ճիշտ ինքը 25 լեզուներով թարգմանած գիրք է, բայց հայերեն կոնկրետ Ղուկաս Եղիազարն է թարգմանել իր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ ինքը այս մարդու հետ ունեցել է հանդիպում առաջական 15 տարեկանում Իրանում, հետո Ամերիկայում է տեսել եւ տպավորվել է եւ իր որդու միջոցով այս գիրքը տպել է։ Նա գրում է այսպիսի բան. Բուլղարիայի բանտում նստած ժամանակ ես խոսում էի նրա հետ, նա մխիթարում էր ինձ, դա հոգևոր խնջույք էր ինձ համար, ես նոր ուժ էի ստանում, թեև մարմինս ավելի էր տկարանում, այստեղ բանտում մենակ ու ոչինչ չունենալով ես ունեի ամեն ինչ Քրիստոսին։ Մեկուսացված ամեն ինչից, առանց աշխարհի խանգարող բաների, ես խորին ու գեղեցիկ հաղորդություն էի վայելում իմ Աստծո հետ։ Այսքան մի փոքրիկ դրվագ։ Ուղղակի բանտախություն նստած, մենակ, կոմունիստների ժամանակ, նրան հավաքել է։ Գիրքը, որ կարդում ես, նեղ ավելի դաշան պահեր կա։ Բայց պատկերացնում ես, մարդը մենակ ասում է, եւ նա խոսում է այնպես, որ այդ բանտի մեջ նստած, ինքը ասում է, առանց աշխարհի ինձ խանգարող որևէ մի բանի ես վայելում էի իմ Աստծո հետ այդ քաղցր հաղորդությունը։ Սիրելիներ, այնքան բաներ կան, որ մեզ խանգարում է աշխարհի մեջ։ Ինչքան մենք պիտի կարողանանք առանձնանալ, ինչքան բարդ է, գիտես, երբ որ բանտ ենք գցում, գիտեք, շատ հետաքրքիր բաներ ասեմ, ձեզ մարդիկ կան, որ ասեք, օրինակ, նարկոտիկ են, չէ, օգտագործում, եւ հարազատները, ծնողները ամեն ինչ փորձում են անել, որ այս մարդը ազատվի այդ կախվածությունից։ Բայց բավական է իրան բանտ նստածն է եւ ստացվում է։ Այն ինչ որ չի ստացվում, հարազատները սիրով են անում, ամեն կոմֆորտ ստեղծելով, ամեն ինչ անում են, բայց մարդը չի կարող ազատագրվի։ Բայց բավական է նրան բանտ նստածն, գոնե այդ ընթացքում նա չի օգտագործում ոչինչ։ Հետաքրքիր է։ Բաներ կան, որ մեզ այնքան են կարճում աշխարհում, որը որ դա նարկոտիկներ չեն, դա թմրանյութեր չեն, դա վատ բաներ չեն, դա այս աշխարհի բարիքներն են, բայց այնքան են կարճած, որ մենք ինքնուրույն չենք կարող ազատվել դրանցից։ Միայն բանտը կարող է մեզ ազատել, բայց որպեսզի դու իսկապես իրական բանտում չհայտնվես, դու ինքդ քեզ պետք է առանձնացնես, հա, Աստծո տաճարի մեջ, նրա սրբության մեջ, որպեսզի անձեռնամխելի լինես։ Եվ միայն անձեռագործ, որ Աստված հոգով կառուցում է, շինում է, միայն նրանք կարող են լինեն անձեռագործ։ Եթե մարմնով ենք շինում, հասկանում, եթե մարմնական ենք, մենք այս աշխարհից ենք, եթե մենք շինում ենք բեմից քարոզել, բեմից երգել, բեմից խոսալ, բայց բեմից իջնելուց հոգատար չեք եղբոր համար, հա, կամ գնալով մի հատ թուղթը անգած ասում եք, վայ, այս թուղթը խի ես վերցնեմ, թող ուրիշ վերցնի, թող Արմեն եղբայրը վերցնի, բայց բեմից ասում եմ ես, հասկանում եք, ինչ ենք մենք ընտրում, դեք որ այս պարամետրները, որ բեմից երգում ենք, դա բավական չի երկնքում հայտնվելու համար։ Կարևորը, որ երբ որ դու քո տան մեջ ես, քո աշխատանքի վայրում, քո մեքենայի մեջ ես, վարում ես քո մեքենան, ինչքանով ես դու սուրբության մեջ, ինչքանով ես դու այդ կարմիր գծերը թույլ տվել, որ Աստված գծի քո կյանքի մեջ, ինչքան են երևում այդ գծերը, սոցիալական կայքերը, հա, ցույց են տալիս ով ենք մենք։ Երբ որ այս Հարարլյան Պապովին եղբայրը մեկը հարցում է, այսինքն եղբայրը հարցում է, ասում է, ինչպես իմանանք եկեղեցու մեջ ովքեր են իրական հավատացյալներ եւ ովքեր են սուրբեր, երկնքին արժանացող։ Ասում է շատ դժվար է։
Ես դա նույնպես իմ կարծիքն է։ Շատ դժվար է, որտեղ կարող է տեսնես մարդկանց, ովքեր առաջին հայացքից սուրբ եւ հավատացյալ են երևում, բայց բավական է փորձության մեջ մտնեն։ Նրանց սրբությունից եւ հավատարիմ լինելուց ոչինչ չի մնում։ Փոշի է դառնում։ Բայց կարող է լինել մարդիկ, ովքեր կկարծես թե որ այդքան էլ հավատքի մեջ չեն, այդքան էլ հավատացյալ չեն, այդքան էլ սուրբ չեն, բայց փորձության ժամին նրանք իսկական հավատարմություն կդրսևորեն եւ սուրբ կլինեն։ Եվ ցավոք սրտի դա այդպես է։ Կողոտացիս գրքի մեջ ասում է այսպես 2:16 նրանով դուք անձեռակեր թլպատությամբ թլպատվեցիք Քրիստոսի թլպատության մարմնական մեղքերի մարմնից մերկանալով։ Սիրելիներ, իհարկե ես հասկանում եմ ամեն ինչ, որ բաներ կան, որ մենք ստիպված ենք եւ Աստված չի արգելում աշխատանք, չի արգելում ընտանիք, ընկերներ, բարեկամներ, խնջույքներ, Աստված չի արգելում։ Բայց որքանով է քո սրբությունը դրսևորվում այդ ամենի մեջ։ Որքանով ես դու կարողացել քո կյանքում ընդգծել, նշել այդ կարմիր գծերը, այդ սահմանները, որոնց մեջ դու ինքդ քեզ քո կամքով որոշում ես կայացել, որ երբեք այս կարմիր գիծը ես չեմ անցնել։ Սիրելիներ, երբ որ մեր կյանքը կապում ենք, ինչ որ երիտասարդներ, երբ որ դուք ընտրություն պիտի անեք, երբ որ դուք պետք է ամուսնանալ, հիշեցեք այս խոսքերը, անհավատների հետ այլախառը լծակից մի եղեք։ Մարդ ինչքան հարուստ լինի, ինչքան բարի լինի, ինչքան գեղեցիկ լինի, ինչքան ձեր աչքերին լավը թվա, հիշեցեք, ամենալավ բանը քո ընտրյալի մեջ Հիսուս Քրիստոսն է։ Եթե նա չունի Հիսուս Քրիստոս, այդ մնացած բանը երևացող փոշի է, ժամանակավոր, որտեղ մարդիկ կան, ես տեսել եմ, երբ որ նրանք բավականին ապահովված են եղել, նրանք շատ լավ բարի մարդիկ են եղել, բայց երբ որ կորցրել են իրենց ունեցվածքը, նրանք չարացել են, նրանք դաժան են դարձել, նրանք չարացել են, լինում է հակառակ, աղքատ մարդ ալնում, այնքան բարի, այնքան լավ, ընկերական, եղբայրական, սիրտը բաց, բայց մի քիչ հարստացել է, գոռոզացել, չարացել, իրան մի տեսակ ուրիշ ձև բարձրերից նայելով ներքև, հանգամանքները եւ մարդու իրավիճակները մարդկանց շատ արագ ձևով կարող են փոխել, բայց երբ որ Աստված բնակվում է եւ անձեռագործ կերտում է մարդու ներսում նրա էությունը, նա երբեք չի փոխվելու։ Նրան ունի կարմիր գծեր, նա մնալու է այդ սրբության մեջ եւ ինչ էլ լինի, ինչ դժվարությունը, բանտում էլ հայտնվի, ընտանեկան բանտերել են լինում, դժվարություններ են լինում։ Եվ ում վրա պիտի հիմնվես, որովհետեւ ամեն հիմքեր շարժում է մեղք աշխարհը, բայց Աստված հաստատուն է։ Եթե մենք Աստծո վրա ենք հիմնվում, մեր արժեքները կառուցվում են Աստծո վրա, ինչ երկրաշարժ լինի, մեր ընտանեկան միությունը չի քանդվելու։ Սերը իշխելու է, Աստված սեր է։ Եվ մնացած հարցերում էլ եղբայրներ, ուղղակի սա երիտասարդներ են, քանի որ մենք ունենք երիտասարդներ, եւ այդ պատճառով մենք հետևում ենք այդ ամեն ինչին։ Մարդու կյանքին, մարդու ընթացքին, նրա եկեղեցու մեջ լինելը, իհարկե եկեղեցում բացակայ ընդհանրապես բացակայ չլինելը, ասենք միշտ ներկա լինելը, դա չի երաշխավորում, որ դու հաստատ երկինք ես գնալու, բայց
հաճախ բացակայվելով դու կորցնում ես այդ շանսը, բաներ կան մեր կյանքում ինքս ես մի անգամից չի գալիս, կամաց, աստիճանաբար, հա, կամաց դու կորցնում ես ամեն ինչ, գիտես չկարևորելով, արագ մի բան պատմեմ անցնենք առաջ, մի մարդ, կնոջն ասում է ես գնում եմ ապրանք վաճառելու, գնամ վաճառեմ կգամ, ուրիշ քաղաք, եւ մեկնում է ուրիշ քաղաք, եւ երբ որ ապրանքը վաճառում է, կնոջը տելեգրամա, հայերեն ոնց կլի, հեռագիր է գրում, գալիս է գրում է, ապրանքը շատ օգուտով վաճառեցի, վաղը կլինեմ տանը, սիրում եմ քեզ, Հակոբ անուն է գրում է, եւ որ պետք է ուղարկի եւ պիտի գումար վճարի մտածում է, բայց իմ կինը գիտի, որ ես շատ հմուտ առևտրական եմ, հո ի վնաս ինչ չէ վաճառելու, իհարկե օգուտով պիտի վճարի, անիմաստ է այս բառը գրել, այն ջնջում է։ Հետո կարդում է, բայց անիմաստ է գնեմ, որ վաղը լինելու եմ տանը, դե կինս չգիտի, որ ապրանք հենց վաճառը պիտի գնամ տուն, էդ էլ է ջնջում։ Նայում ասում է, ախր խի եմ գրել ապրանքը վաճառեցի, դե կինս գիտի, չէ, որ գնացել եմ ապրանքը վաճառեմ, հո հիմար չեմ, էդ էլ է ջնջում, տակը մնում է, քեզ սիրում եմ, Հակոբ, ախր իմ կինն է, ինքը գիտի, որ ես իրան շատ սիրում եմ, ես խի եմ գրել, ես էլ է ջնջում, տակը մնում է մի հատ Հակոբ, լսեք, նայ վերջում քո մինականունը չմնա, որը գերեզմանի քարին պիտի գրվի։ Կարևոր է կեն բանել ես կյանքի մեջ, որը Աստված մեզ տվել է, մի ուրիշ բան է, դե լավ այսօր էլ կնոջս հետ երեխեք հետ տունը մնամ, մի հատ գնանք Մակդոնալդս կգնանք եւ այլն, մի բան ջնջվեց, մյուս անգամ վայ հյուրեր ունենք, այն մեկն է ջնջվեց, սկսում ենք անկարևոր է, ամեն ինչը գիտեն, արժեքը գցել է, եւ մեզ համար կարևոր չի դառ, վերջում քո անունն է մնալու։ Ամեն ինչ մեզ կուրացնում է, այս աշխարհի փայլը մեզ կուրացնում է, պիտի զգույշ լինենք, մեր քայլերի մեջ, մեր որոշումների մեջ, եւ միշտ հասկանանք, որ Տերը մեզ կանչել է իր սրբության մեջ, ինքը իր կյանքն է տվել, իր մարմնով, որից այդ սրտով զատիկա, չէ, այդ վարակուրը պատրվեց, նա իրոք 3 օրում կանդեց ձեռակերտ տաճարը եւ մի ուրիշ անձեռակերտ տաճար կառուցեց, որի շնորհիվ ես ու դու այսօր այստեղ ենք, թույլ տվեք թող ինքը այդ կառուցումը, այդ շինարարությունը ավարտին հասցնի, պետք չէ անլուրջ վերաբերվել ամեն ինչի, սիրելիներ, մի կորցրեք ձեր անձեռնամխելությունը, դուք անձեռնամխելի եք, եւ դա տրվում է միայն Աստծո որդի պաշտոնի հետ համատեղ, միասին, մենք ստանում ենք դա եւ գրված է մեր բնակարանները երկնքում են, ամեն, կանգնեք աղոթելով,